Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 21-ի համար։ Ուզում եմ այսօր մի փոքր շատ անել տեսանյութ, որպեսզի էլի նորից կարողանանք նայել առավոտյան։ Այսինքն առավոտյան էլի կլինի հաջորդ օրվա տեսանյութը, որովհետև երբ որ սկսեցի այդ ժամանակ արդեն ժամանակ չկար, որ երկու հատ միանգամից անեի, որ հաջորդ օրվա համար ունենայիք։ Հիմա արդեն այդպես կլինի, սա այսօր կընկնի, իսկ արդեն մյուսը կլինի առավոտյան, կկարողանաք արդեն յուրաքանչյուր առավոտյան էլի, ինչպես առաջ էր նայեք։ Դե օրը շաբաթը դրա համար նայում ենք այս մյուս քարտերով։ Եվ կնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունիսի 21-ին։ Կամ տուն եք, ինչ-որ մի քիչ դժվար օր է, հա, ձեզ համար։ Այստեղ ուրեմն ուշադիր պետք է լինեք։ Վեճ, ճակատագրական քայլ եւ սիրո հետ կապված։ Ամեն մեկը տան հետ կապված, մեկը իր հարազատ մարդկանց հետ կապված, մյուսը դեռ որ նոր է շփվում, տվյալ մարդու հետ կապված, ամենայն դեպս բավականին պետք է ուշադիր լինել, որովհետև կարող եք նաև ճակատագրական սխալ քայլ անել։ Նաև ոմանք այդ օրը կարող են տուն մաքրել կամ այնպիսի մի գործ անել, որը իրոք ծանր բեռ է ձեզ համար, ու կարող է աշխատանք է, բայց որը կապված է ավելի շատ այդպես մաքրության հետ կամ Նաև ոմանք օրինակ կարող են գնալ ոչ ռեստորան եւ հենց այդ օրը աշխատել, օրինակ հարսանիքից հետո այնտեղ դժվար գործերն անել։ Ամենայն դեպս ինչ որ դժվար բաներ կա, չգիտեմ, խոյերը անում են նման բաներ, թե ոչ, բայց ամենայն դեպս սա նման բաները կարող է լինել։ Քարտերը ցույց են տալիս, որ ինչ որ մի բան է ձեզ մոտ ծանր, ինչ որ մի բան է ձեզ մոտ կամ ծանր աշխատանք որպես, կամ ծանր բեռ որպես, կամ փորձություն որպես, կամ դժվարություններ այդ օրը, դրա համար կարող եք վիճել։ Պետք է թեթև տանեք, շաբաթ է, կարող է ընդհանուր ընտանիքով մի տեղում եք եւ մեկը մյուսին։ Ոմանք էստեղ նաև ճակատագրական քայլ կարող են անել։ Հնարավոր է տուն եք մաքրում, օրինակ, որպեսզի գան ինչ-որ մարդիկ ձեզ ուզելու կամ ձեր աղջիկան ուզելու կամ ինչ-որ խոսքապ եւ այդպես ճակատագրական նաև քայլ է դա։ Եվ ոմանց համար սա ճակատագրական հանդիպում կարող է լինել, վեճի ժամանակ է, վիճում եք ինչ-որ մեկի հետ եւ այդ ընթացքում էլ նաև ծանոթանում եք կամ գալիս է մեկը բարի շացնելու, ծանոթանում եք։ Ոմանք էլ հենց սիրելի հետ է կապված, մի փոքր այստեղ պետք է ուշադիր լինեք։ Նաև եթե ինչ-որ ծանր բեռ կա, կարող է ձեր երկրորդ կեսը կամ տան անդամները ձեզ համար շատ լավ մարդիկ, ովքեր որ ձեզ շատ են սիրում, ձեզ մի փոքր օգնեն այդ օրը։ Չգիտեմ ինչու ինչ-որ բեռ է, կամ ուբոր կա եք որոշել անել, կամ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Խոչընդոտներ անկավ, մի փոքր։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 21-ին։ Ինչ-որ բան կամ կկայունանա ձեզ մոտ, կամ ինչ-որ մի բան կանգնած է, ինչ-որ մի բան դանդաղում է, բայց այստեղ եթե նայում ենք, առաջ եք մղում։ Եվ նաև անհանգիստ կարող եք լինել, լարված կարող եք լինել։ Ինչու։ Էմոցիաներ են, եւ հեսա նույն բաներն են այստեղ ցույց տալիս, կամ ինչ-որ մի բանը չգիտեք մինչև վերջ ինչ է լինելու, կամ ինչ-որ մի բանը գաղտնի է, կամ ինչ-որ այստեղ տեսնենք ինչ է, երկուսն էմոցիաներ են ցույց տալի։ Դες համար էլ է մի քիչ դժվար օր է, հենց դա է, որ էմոցիաներ են, հենց կարող փորձություն է դա, որ անհանգիստ եք։ Ինչ-որ մի բանը կայունացել է, բայց դուք դեռ ներսից անհանգիստ եք, որովհետև դեռ ոնց որ չեք վստահում, որ ինչ-որ ոլորտ կարող է ձեզ մոտ արդեն լավ է։
Եվ մարդիկ աշխատանք են փնտրում, հետո հենց անցնում են այդ աշխատանքին, արդեն հիմա էլ նոր ստրես են, նոր լարվածություն, որ այդ աշխատանքը չկորցնեն։ Ինչ որ նմանատիպ մի բան կարող է լինել, որտեվ էմոցիաներն են ձեր տեղիք տալի դե։ Սա երրորդ քարտն է, ամենայն դեպս այստեղ մի փոքր էմոցիոնալ եք։ Բայց այդ էմոցիոնալից դրդված կարող եք նաև առաջ գնալ։ Նայեք առաջ եւ ոմանք նորություն կլսեն, նորություն կստանան, ոմանք կարող են փաթեթ ստանալ այդ օրեն, թե ինչ որ բաներ եք պատվիրել, դուք ուղարկեք ինչ որ ապրանք եւ կարող դրա համար եք անհանգիստ, կամ ուղարկել են եւ հիմա անհանգիստ եք թե եւ պետք է ստանաք, նորմալ կստանաք արդյոք թե ոչ։ Նաեւ սա ծանոթություն է, որ մեկ ակնթարթ կարող ինչ որ մեկը ցանկանա ձեզ հետ ծանոթանալ կամ դուք ծանոթանաք։ Եվ սա ոգևորվածություն է, հա, ինչ որ մի բանը ի վերջո կարող եք հասկանալ, որ այո, առաջ է գնում, այս բահերը բաց թողնեք եւ ավելի ոգևորված առաջ շարժվեք։ Միևնույնն է, թե ինչ որ մի բանը մութ է, մութել ինքը կմնա այդ օրը, ինչ էլ որ անեք։ Դրա համար երևի որոշում եք, որ դրան այդքան բան տեղ չտնեք։ Ինչ էլ լինի, ամենայն դեպս պետք է հասկանալ, որ ինչ որ չափով փորձություն ունեք եւ այդ անհանգստությունը հենց դա է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունիսի 21-ին։ Երկերեսանի մարդիկ են 3 երեսանի, ավելի շատ, կողը գնում եք հարսանիքի եւ այնտեղ են, իրենք օծեր, երկերեսանի նայեք, կամ ձեր տեսքն է շատ գեղեցիկ լինելու միանգամից հավաքվելու են, կամ դուք եք հարսանիքը անում, ձեր աղջկանն է օրինակ, աղ այդ պահով են այդպես հավաքվել, կամ հենց ձեր հարսանիքն է։ Նաև այստեղ ամուսնության առաջարկ կանեն ձեզ, ինչ-որ մարդկանց իհարկե ոչ բոլորին, սիրո խոստովանություն, կամ պատրաստվում եք հարսանիքին, չնայած որ ինքը շաբաթ հենց կարող ուղղակի հարսանիք եք գնում։ Դե ոչ բոլորը կգնան, հնարավոր է տանը, որ це կարևոր իրադարձություն է, ընտանիքի հետ կապված, ովքեր ամուսնացած են ամուսնական կյանքում, բայց այդտեղ պետք է հասկանանք, որ երկերեսանի մարդիկ կան, թեկուզ եթե ուզում են ամուսնանալ ձեզ հետ, եթե տենց մի տեսակ մի քիչ շատ արագ է այդ ամեն ինչը կատարվում, ինչ որ չափով դեռ մի պահ մի հատ լավ մտածեք, հա, սերը ամեն ինչը դրեք մի կողմ, որովհետև ես հազարավոր մարդիկ գիտեմ, որ բացարձակ սեր չկա, բայց ամուսնացել են, հանուն ինչ որ մի բանի, հա, հանուն ինչ որ նպատակի։ Եվ դե օծեր կան, սա նաև ասում է իմաստուն եղեք, ինչ որ չափով էլ, եթե եկեսանի մարդիկ էլ կան, ապա իմաստուն եղեք։ Նաև սա կարող է վերաբերվել գործարքին, ինչ որ մի գործարք կարող է ցանկանան ձեզ հետ կնքել, իր այդ աշխատելու հետ կապված, բայց ինչ որ մի բան իրենց օգտին, ոչ թե ձեր։ Նման մի փոքր իմաստուն եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 21-ին։ Փոփոխություններ ձեր կյանքում եւ այդ փոփոխություններից բավականին լարվում եք, անհանգիստ եք։ Հնարավոր է ծննդաբերություն է սա, կարող դրա համար եք անհանգիստ լարված, հղիություն է, տեղափոխություն մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, որտեղ որ չգիտեք ինչպես կարող է լինել, դրա համար անհանգիստ եք, լարված եք։ Նաև այստեղ խորամանկ մարդիկ եկան, կամ այս աղջիկը համար եք անհանգիստ, կա ձեր աղջիկն է ծննդաբերում է, կամ այդ անհանգստությունը պատճառում է այդ աղջիկը։ Նաև այստեղ ես ասացի միանգամից աղջիկ էլ անկավ, կարող է հենց այդ աղջիկներ, խորամանկ մարդիկ եկան այդ օրը, ովքեր որ ասում է բենզինի վրա յուղ կեղան լեսնեն։ Ասեցի, չէ, ես տենց է գիտեի, որ էլի աղջիկն է դուրս գալու։ Հենց այստեղ կամ այ ինքը երևի ինչ որ մի բան է անում, որ դուք անհանգստանաք, որ լարվեք, որ եւ դա կամ աղջիկ է կամ կին է, ինչ որ բաներ կարող է ասել ձեզ նաեւ, ուղղություններ տալ իր ձևով, այդպես խորամանկորեն։
Այսքանը, դե ուշադիր պետք է լինեք, հա, եթե մարդը ունի իրեն, հա, զգուշացում է, պետք է ուշադիր լինի։ Ոչ թե պետք է սպասեք նման բաներին, որ ձեզ հետ լինեն, այլ ուղղակի սրանք ձեզ ոնց որ զգուշացումներ են, խորհուրդներ են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 21-ին։ Սա առաջ խաղացում են, նաև հասունություն են, նաև կյանքին ուրիշ ձև նայել են նշանակում, պաշտոն, սա նաև կարող է պաշտոն լինել, որից է կարգավիճակի փոփոխություն։ Նաև ինչ-որ միտեղ կարող է գտնվել, որտեղ որ շրջապատը շատ լավը կլինի, ոմանք էլ կարող են այնպիսի տեղ լինել, որ պետական հիմնարկության աշխատողներ լինեն այդտեղ, բայց այստեղ ավելի շատ նայեք փոփոխություն է սա, ոնց որ մարդուն տա կյանքի նոր իմաստ, ինչ-որ փոփոխություն տեղի ունենա իր մոտ կարիերայում, աշխատանքում, բիզնեսում, հա, եւ դուք ինչ-որ մի ձեւով առաջ խաղացում կարող եք ունենալ, թե հիմա շաբաթ կունենաք, թե ինչ, այս քարտերը ընդհանրապես տենց ոնց որ մեկ օրվա համար մի քիչ շատ բան են ասում, կարող է շարունակական է դա ինչ որ օրերի ընթացքում լինի, պետք է ուշադրություն դարձնեք ուղղակի ասածներիս, հա, ամեն շաբաթ գիրակի, որ դրանք կարող են մի փոքր ավելի ուշ շաբաթվա մեջ կարող են կատարվել, բայց սա դուք արդեն իսկ կարող եք նկատած լինել, որ ինչ որ մի բան է ձեզ մոտ, որը առաջ խաղացում կա, որը փոփոխություն կա, նաև ոմանք կարող են տեղափոխվել մեկ այլ երկիր, որ աշխատելու, մեկ այլ բնակարան, որ ավելի մոտ լինի իրենց աշխատանքին։ Դե եւ իհարկե ոմանք այստեղ կարող եք ծննդաբերել, հղիություն, կարող գնալ հիվանդանոց եւ այնտեղ ասեն, որ հղի եք արդեն, եթե շաբաթ օրով պատասխաններն ասում են, կարող է դա կամ կարող գնում եք անալիզ հանձնելու, եթե էլի նորից ընդունում են շաբաթ, չգիտեմ։ Ոմանք կարող են նաև իրենց ուսմամբ զբաղվել կամ ցույց տա ոնց որ մեկ օր առաջ ուրբաթ օր օրինակ ուսման հետ կապված ինչ որ մի բան է, որը էլի եւս ձեզ փոխում է, փոփոխության է ենթարկում ձեր կյանքը եւ ոնց որ ավելի զգում եք ձեզ ուրիշ կարգավիճակում եւ այդպես պետք է օրինակ գնաք դասի, հա, ոմանք կարող են գնալ իրոք աշխատանքի դասի, աշխատանքի ընդունվեք, ինչ որ հետաքրքիր շատ լավ պահ է, որը որ մեծ փոփոխություններ է մտցնելու ձեր կյանք։ Դե ոմանք էլ մի լավ պաշտոն կունենան։ Ռուսները կարող են մի քիչ թիթիզեն, բայց տղամարդիկ հնարավոր է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունիսի 21-ին։ Հանդիպում, շփում որևիցե աղջկա հետ։ Տեսնենք ով է այս աղջիկը։ Կամ իր մասին եք անհանգստանում, կամ ինքն է անհանգստություն պատճառում ձեզ, իր հետ կապված լարված եք, կամ իրեն կարող տեսնել լարվել, կամ կարող վեճ է սա, բորբոքվում եք իրեն տեսնում եք, կամ իրար եք տեսնում, բորբոքվում եք ինչ-որ մեկին։ Եվ այդ օրը ինչ ուղղություն որ ընտրեք, դա ճիշտ է լինելու ձեզ համար։ Յուրաքանչյուր բան ինչը որ կընտրեք ձեզ համար։ Եվ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Ոմանք նաև օտար երկրից կարող են ինչ-որ մի տեղեկություն ստանալ, ինչ-որ լուր ստանալ։ Նաև ուղղակի կարող է օտար երկրի հետ կապված է ինչ-որ մի բան, որը փոխվում է ձեզ մոտ։ Եվ եթե ցանկություն ունեք այդ օր ուղղակի պահեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին հունիսի 21-ին։ Ոմանք ամուսնանում են, ոմանք հարսանիքի են այդ օրը լինելու։ Ոմանց ամուսնության առաջարկ կանեն, կամ դուք կանեք, գործարք է նաև սա։ Եվ ոմանց ընտանիք երեխա կարող է մտնել։ Եթե երեխա եք ուզում, ապա այստեղ կարող է հղիություն լինել եւ լցվի այն դատարկությունը, որը որ կար ընտանիքում։
ինչ որ մի բան կարող է ավելանալ, ինչ որ մի բան այստեղ կամ նոր ինչ որ մի բան կմտնի ձեր կյանք։ Ոմանք կարող են բիզնեսով սկսել զբաղվել, ինչ որ սեփական գործ ունենան եւ այդպիսով դատարկությունը լրացնեն ընտանիքի հետ կապված կարող է լինել գործարք է սա, որ գործարքը կնքում եք կամ այդ գործարքից հրաժարվում եք եւ մեկ ուրիշն եք արդեն սկսում կարող է իրար հետ ինչ որ մեկի հետ գործ եք անում, հրաժարվում եք այդ մարդուց հեռվանում եք եւ սկսում եք ձերը։ Եթե նման ինչ որ բան կար, սկսում եք ձերն անել։ Ոմանք այդ օրը ինչ որ կողը երեխայի առիթի եք գնում, կնունք է, ծնունդ է, ինչ որ առիթ է, որտեղ կամ նաև կարող է լինել ուղղակի ավելի շատ երեխաները, քան մեծերը, չէ՞։ Կարող է երեխաների հետ գնում եք օրինակ ինչ որ միտեղ բնության գիրք, ընտանիքի անդամներով էստեղ, կամ դպրոցի, ծնողներով, երեխաներով։ Վերջին տարիներին ընդհանրապես մեր սերունդներում գնում էինք, մենք տարվա վերջ հավաքվում եւ գնում էինք որովհետեւ բնության գիրք հանգստանալու 1 օր տրամադրում էին ընդհանրապես երեխաները ընդհանուր ամբողջ դասարանը ծնողներով։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 21-ին։ Աշխատանք, հնարավոր է շատ աշխատեք, հնարավոր է աշխատանքի ընդունվեք, այդ օրը աշխատանք փնտրեք, բիզնես բացեք, գնաք հիվանդանոց, գնաք պետական հիմնարկություն, բանկ եւ այլն նմանատիպ այդտեղ։ Եթե բերդ թողում են այդ օրը մարդ մտնի, ապա կարող գնալ այնտեղ ինչ որ մեկին տեսակցել։ Նաև ոմանց սիրո խոստովանություն կանեն, դուք կանեք, ձեր սիրելիների շրջապատում կլինեք, իրենցով շրջապատված կլինեք, նաև կարող սիրահարվել, որ մեկին տեսնեք եւ սիրահարվեք։ Եվ ոմանք բիզնես կբացեն, ոմանք նոր կյանք, նոր ինչ որ մի բան կարող եք սկսել, որը դեռ փոքր է, այդ բիզնեսը կարող է լինել, այդ դրա համար ուրախ եք, այդ ձեզ լավ եք զգում, որ ձեր գործն եք սկսում, ձերն եք անում, դե փոքր կարող է լինել, դե բնականաբար ճիշտ է փոքրից ամեն ինչ սկսել մեծացնել։ Եվ կարող եք այդ օրը երեխաների հետ լինել, կարող եք գնալ հիվանդանոց, այնտեղ կարող է երեխա է ծնվում, դուք եք ծննդաբերում, կամ երեխայի որոցե առիթ է գնում եք ռեստորան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 21-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ։ Ինչ որ մի աղջիկ է իմ կյանքում կարող է անսպասելի ինչ որ մի բան փոխվի։ Տեսնենք ով է այս աղջիկը կամ ինչ կարող փոխվի։ Իր հետ կարող եք լինել ինչ որ միտեղ երկար մնաք, ինչ որ կարող գնալ ուրիշ երկիր գնալ, կարող գնալ ռեստորան նստել, կաֆե, ձեր աղջիկն է, գայս է ձեր տուն մնում է, շաբաթ կիրակի կամ դուք եք գնում մնում, բայց նաև կամ այս աղջիկա մոտ է ինչ որ մի բան կայունանում եւ շատ անսպասելի կարող է լինել։ Կամ ինքն է ձեզ օգնում, ձեզ մոտ որևէ մի բան կայունացնելու համար, ինչ որ կարգավորելու, որ հստակ արդեն գիտեք դա այդպես է։ Մի փոքր ուշադիր եղեք այստեղ խաղից, ինչ որ մի բանի կարող եք անլուրջ վերաբերվել, կամ նաև ոմանք կարող են, ովքեր սիրում են խաղալ, կարող են սկսել խաղալ աղեղնավորների մեջ բավականին շատ մարդիկ կան, ովքեր որ շատ են սիրում խաղալ ազարտը։ Եվ կարող եք խաղալ այդ օրը, հետո բավականին էմոցիոնալ եք լինելու, որովհետև դա շատ վատ կարող է անդրադառնալ։ Եվ մեկ ակնթարթ ինչ որ մի բան կարող է տեղի ունենալ, եւս էլի կարող եք էմոցիոնալ լինել, ինչ որ մի բան ձեզ մոտ ոնց որ թաքուն կլինի, բայց ոնց եղավ, այսինչ արագ եղավ, կամ այս ինչպես եղավ սա, ուղղակի չեմ կարող ասել դրանով, լավը կլինի, թե վատը, բայց ամենայն դեպս դա մեկ ակնթարթ է։ Եվ դրանից հետո էմոցիոնալ կլինեք։
Ոմանք ռոմանտիկ հարաբերություններ, ռոմանտիկ ժամադրություն, ինտիմ հարաբերություններ, որը կարող է իրոք ակնթարթային լինի, որ դուք էլ չեք սպասում։ Այսքանը չգիտեմ ինչ օրա, բայց մի տեսակ օրա։ Պետքա ուղղակի անցկացնել։ Այսպես որ նայում եմ ինչ որ հատուկ բաներ չկան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 21-ին։ Նոր կյանք, նոր հնարավորություններ, հղիություն, ծննդաբերություն այստեղ, նաև բիզնես, կարող եք որոշել բիզնեսը բացել, բիզնեսը առաջ տանել, բայց այդ օրը նայեք փակուղի կա, այդ օրը ինչ-որ մի բան բիզնեսի հետ կարող է չկարողանաք անել, լիարժեք ավարտեք։ Նաև թորները կարող են գալ այստեղ, նաև թոր կարող եք ունենալ, երեխա ունենալ, այստեղ ընտանիքը մեծանում է կամ զույգ կարող է ունենալ ինչ-որ մարդիկ։ Ընտանեկան ոչ է բիզնես կարող է որոշեք առաջ մղել, բայց այդ օրը շատ բան մի արեք, հեսա տեսնեմ ինչի համար է սա, ինչն է սա խանգարում, տեսնենք ինչ կլինի, կարող ուրիշ բան է սա, ինչն է խանգարում, շու մի աղջիկ է խանգարում, այդ աղջիկը ձեզ հետ է պահում ինչ-որ բաներից, որ ինչ-որ բան առաջ չտանեք, կամ իր մոտ է, ինչ-որ մի աղջիկա մոտ է լաբիրինթ, կամ ինքն է ստեղծում ձեզ համար լաբիրինթ։ Բայց ինչ ոլորտ։ Պետական հիմնարկություն է սա։ Երևի ինչ-որ փաստաթղթեր պետք է լրացնեք, եթե օրինակ բիզնես եք ուզում բացել, երեխաների հետ կապված ծննդաբերությունը եւս, հա, ինչ-որ կարող է բժիշկը գումար է պահանջում, օրինակ։ Չասեք չեմ պահանջում, այդ հեքիաթներից վաղուց դուրս ենք եկել, ոչ ոք թող չասի չեմ պահանջում։ Մեր ընտանիքում է վերջերս երեխա ծնվել, անցած տարի։ Թող ոչ ոք չասի։ Լավ էլ ուզում են, լավ էլ գին են կրակում, լավ էլ հստակ ասում են պետքա բերես, նոր երեխային տանես։ Այնպես ով իմ մոտ ոչինչ մի ասեք։ Միևնույնն է։ Կարող է այստեղ հստակ ինչ որ գումար է ուզում։ Նաև ոմանք այդ օրը կարող են գնալ գեղեցկության սրա, գնան իրենց առողջությամբ զբաղվել։ Եվ դա է, որ ձեզ մոտ ինչ-որ բախում կարող է լինել, որովհետև հստակեցված, որովհետև վճարներ պետք է տաք այդ ամենը անելու համար։ Ինչ-որ մի բան անելու համար հստակ։ Ընտանիքի անդամներից ոչ մեկի համար կարող է դա պետք լինել նաև։ Սա բացի այն, որ կարող է լինել պետական աշխատող, կարող է լինել նաև բժիշկը, որովհետև ինքը ավելի ոնց որ սա ավելի հզոր մարդ է ցույց տալիս, հա, ցույց է տալիս ոնց որ բժշկի գլխավոր բժիշկը, ինչ որ վայնիներ եւ այլն ոստիկանություն, կամ կարող է այստեղ ուղղակի ձեզ կանգնեցնեն եւ ձեզ համար խնդիրներ ստեղծեն, ուզենան անպայման գրել ձեր վրա շտրաֆ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 21-ին։ Ընտրության առջև եք կանգնած լինելու, ինչ-որ բան կարող եք ընտրել, փորձել երկու բաների միջև հասկանալ ինչն եք ուզում, ինչը ոչ։ Կարող է աշխատանքի մեջ եք ընտրում կամ մեկ այլ բան է։ Ոմանք լուրջ ընտրության առջև կկանգնեն, ոմանք ուղղակի, ինչ-որ թեթև։ Եվ հանդիպում շփում որևիցե աղջիկա հետ, տեսնենք ով է։ Այս աղջիկը կամ դուք լուրջ եք վերաբերվում, կամ ինքը ընդհանուր լուրջ չի վերաբերվում ոչ մի բանին։ Նաև դա կարող է լինել այդ աղջիկա մոտ կամ այդ աղջիկանից, որից է անսպասելի եւ հանկարծակի, որից է մի բան կլինի։ Սա անսպասելի ինչ որ մի բան է։ Եվ
Այդ օրը ինչ ուղղություն որ ընտրեք, դա ճիշտ է ձեզ համար։ Յուրաքանչյուր բան, որ կցանկանաք դուք անել, գնալ եւ այլն։ Այսքանը ձեզ համար։ Այստեղ դրա համար էլ ընտրության առջև եք, հա, եւ ինչն էլ ընտրեք, ճիշտ կլինի։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 21-ին։ Հանդիպում շփում որևիցե աղջկա հետ, նա վրա անցյալից է ինչ-որ մեկը, այստեղ կողը վեճ է, նա վեճ է, օրինակ անցյալից ինչ-որ մի աղջկա եք տեսնում և վիճում եք, տեսնենք ով է այս աղջիկը։ Զույգեր են, այստեղ հավանական է զույգեր եք և կամ տեսնում եք օրինակ այս տղայի քրոջը, այս տղայի մայրիկին, ում հետ որ շփվել եք կամ ձեր նախկին ամուսինն է կամ ինչ-որ մեկը, ամենայն դեպս նաև զույգեր է այստեղ կարող են լինել և դուք կարող եք հիշել անցյալը և դրանից վեճ առաջանա, որովհետև այստեղ անցյալի մեջ եք խորանում և հետո վեճ է, սա կարող է կտրուկ կամ անցյալից ինչ-որ մեկը կարող է գալ և իր հետ վերջնականապես կտրուկ վերջացնեք ձեր հարաբերությունները, ամեն ինչ ոնց որ վերջնակետ դնեք։ Այստեղ մի լավ ճակատագրական քայլ եք անելու, ոմանք լուրջ ճակատագրական քայլ են անելու, ոմանք էլ փորձության մեջ են, եթե ընդհանրապես միշտ անցյալը պետք է դնել մի կողմ, օրինակ այդ հայերի սովորությունը չեմ սիրում բացարձակ, հատկապես այդ տղաների և իրենց ծնողների, ովքեր որ դրդում են միշտ, որ հետաքրքրվեն մարդու անցյալով, որտև անցյալը դա ապրել ենք, վերջացել է, գնացել է, դա ոչինչ չես կարող փոխել։ Եթե այդպես մի հատ լավ մտածենք, կարելի է իր մամայի անցյալով էլ հետաքրքրվել ամենաառաջինը, հետո նոր դիմացինի աղջկա մասին հետաքրքրվի։ Այդպես պետք է մի հատ վերլուծել, որովհետև տանը մայր կա։ Եվ այստեղ հստակ, ես չգիտեմ ում մոտ դա տեղի կունենա, բայց այստեղ հստակ այդ տղայի զույգեր էին ցույց տալիս եւ անցյալ փորփրել վեճ կտրուկ քայլ որոշում եւ ճակատագրական այստեղ ինչ-որ պահեր են, որը կարող է լինել կամ անցյալից ինչ-որ մեկի վերադարձով, իրեն իր հետ կտրուկ քայլ, կամ անցյալից հիշեք, կամ անցյալից ինչ-որ մարդու պատճառով, հա, կարող է գալի նորից նման բան։ Դա համար պետք է ձեզ թույլ չտաք եւ դիմացինին նաեւ կանգնեցնեք, որ պետք չի անցյալը հիշել։ Կամ սա ուղղակի ինչ-որ մեկն է անցյալից, ում հետ որ դեռ ինչ-որ բաներ կա, չլուծված հարցեր կան եւ իրեն տեսնելուց կարող եք վիճել։ Այսքանը ձեզ համար եմ, ասում ինչ լավ է քեզ տեսա, ես էլ ուզում եի որ քեզ այնց հերվանայի, այնպես արա, որ աչքից չերևաս։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։